Այս գիրքը չի որ դա փչացնի գրքի սյուժեն, սային փոքրիկ բահարանչիկն է։ Ես ժամանակը չհասկացա ինչպես անցավ, ու հիմա պետք է շատ արագ պատրաստվեմ, որտեղ դեռ մի զանգել ունեմ։ Այդ ընթացքում ժամանակը խնայենք ու նաև վլոգ կնկարենք։ Պատրաստվում եմ գնալ անցած վլոգումս նշած գրքի քննարկմանը, կարգապահների տունը։ Մի քանի բառ նաև պատմում գրքից ու նաև առանձին կնստեմ, ասեմ ինչ գրքեր եմ, ինչ հարցեր եմ առանձնացրել հեղինակին տալու համար։ Նախ սյուժեն մոտավորապես առանց սպոյլ անելու, այն է, որ մեր Հայաստանն նույն տարածաշրջանը, բայց կոչվում է Հայք, 2088 թվականն է ու կա կառավարման նոր համակարգ, որը կոչվում է կարգապահություն, ու այս մեր ժամանակաշրջանը, որ մենք հիմա ապրում ենք, այնտեղ խոսում են որպես անկարգության ժամանակաշրջան, օրինակ, երբ որ խոսում են, որ առաջկային ընտրություններ 5 տարին մեկ, որը հիմա է, այնտեղ ասում են, որ անկարգության շրջանում, օրինակ, այսպես էր։ Գրքի բուն թեման այն է, որ իշխանությունը պետք է ժողովրդին, ինչպես որ ես եմ հասկացել, ժողովրդին շատ չներքաշի իր քաղաքականության մեջ, ժողովուրդը պետք է վերջին օղակը լինի, որը մասնակցություն ունի քաղաքականությանը, սակայն քաղաքականությունը բոլոր որոշումները պետք է ծառայեն ժողովրդին, բոլոր որոշումները պետք է կայացվեն ժողովրդի շահերից ելնելով։ Կա ալգորիթմ, որը որ գիտի ժողովրդի մասին ամեն ինչ, տվյալները, այդ պահը ինձ որպես մասնագիտական առումով այդպես ծանոթ էր։ Կար մի սենյակ, որտեղ կային էկրաններ, ու այնպես եմ պատմում, իբրև ֆիլմ եմ տեսել, բայց շատ պատկերավոր էր իրականում այդ ամեն ինչը գրված։ Ալգորիթմը real time ինչ-որ տվյալներ է մշակում եւ առաջարկներ է անում։ Այդ առաջարկները անհետ կարող են փոխվել, ու հետաքրքիր ինչ-որ երևույթ կար, որը կոչվում էր անհատականացված երջանկություն։ Այն էր, որ ալգորիթմը ծառայում է անհատականացված երջանկությանը եւ վերջում օրինակ գրվում էր։ Օրինակ աշխատանքային օրվա տևողության կրճատումը 15 րոպեով եւ այլն, վերջում կար երջանկության աճ +1%։ Դա անդադ կարող է փոխվել ըստ երկրում տիրող իրավիճակի։ Գրքում նշվում է, որ մարդը չի խառնվում այդ առաջարկներին, պարզապես կա խորհուրդ գրասենյակ, որոնք որ առաջնորդի հետ որոշում են X առաջարկը հաստատվում է ալգորիթմի կողմից առաջարկված, թե չէ։ Հասնելու եմ արդյոք այդ ալգորիթմը ըստ իր պատկերացրածի հեղինակի վերահսկվում է ժամանակ առ ժամանակ եւ ով է վերահսկում։ Որտեւ ամեն ինչ մարդածին ունի սխալվելու տեղ։ Մի շատ լավ խոսք կար, որ ասում էր այն ազգը, որը ունակ չէ իր մեջից առաջ բերել, սատարել ու հետևել իր լավագույն զավակներին, ապագա չունի։ Ու ինձ հետաքրքիր է արդյոք մենք այդ գիտակցության մեջ ենք, որ ուրախանանք մեր ներսում ապրող լավագույն զավակներով, որովհետև կա չէ մի տենց կարծիք, որ դրսում հաջողության հասած մեր հայրենակիցներին ընդունում ենք, բայց երբ որ իրանք այստեղ են ու ինչ-որ աջակցության կարիք ունեն, միշտ չի, որ իրանք այդ աջակցությունը ստանում են։ 15 րոպեից իմ զանգն է մեր էջարներից մեկի հետ։ Ուրեմն հես է գիրքը, կարգապահների տունը։ Ես մի քանի բան նշել եմ, նշածները սենց bookmark-երով ամրացրել եմ, թեմույց եմ պատվիրել, թեմույց, թպին դուոդուից։ Ինչևէ, դուրս եմ գրել նաև թղթի վրա այդ հարցերը, որոնք որ տալու եմ հեղինակին, Ստեփանին։ Մեկը ալգորիթմի մասին հարցն է, որը քիչ առաջ նշեցի, մյուսն էլ սպոյլ կանի, բայց ես կարծում եմ կասեմ ձեզ, որովհետև այս գիրքը չի որ դա փչացնի գրքի սյուժեն ու հետաքրքրված մարդը միևնույն կկարդա։ Նախ սկսեմ նրանից, որ գրքի գլխավոր հերոսները 2 հոգի են ընդամենը, ուրիշ այլ հերոս չկա։ Կայնե Բակունցը, ով դասախոս է, եւ Տիրանը։ Կայնեին հրավիրում են կարգապահների տուն էքսկուրսիայի տան կողմից, նա հրավեր է ստանում։ Ու գնում է, ընդունում է Տիրանը, ուղեկցում է, ու նրանք անցնում են սենյակից սենյակ, տարբեր տեսակի քննարկումներ, բանավեճեր, զրույցներ ունենում, որի վերջում արդյունքում Կայնեին դուրս չեն թողնում կարգապահների տանից, այն բանով, որ դու ընտրված ես, ընտրյալ ես, որպեսզի դառնաս մի մաս ու կյանքդ նվիրես ազգանավեր գործին, ինչպես քո պապիկն է նվիրել։ Այստեղ չեմ մանրանա, հարցս ինչու՞մն է։
որ ես հեղինակին հարցնել եմ ինչու բռնացան Կարինեի կամքին ու բաց չթողեցին։ Եթե տունը կարող է այդպես բռնանալ, թեկուզ ազգանվեր գործի նպատակով, որն է երաշխիքը ըստ հեղինակի, որ այլ սահմաններ չի անցնի ու այլ նպատակով չի օգտագործի այդ ուժը, որը որ ունի։ Ուրեմն ինչ է սպասվում հաջորդ թիվ, կգնամ էպիգրաֆ, այնտեղ է գրքի քննարկումը, հետո կգամ տուն, կկիսվեմ պատասխաններով ու կարծիքներով ու նաև կզրուցենք այլ գրքերից, թե սպայն ուրիշ ինչ գիրք եմ կարդում ու այդպես հավեսով գրքային վլոգ եմ սպասվում, այնպես որ շարունակեք նայել մինչև վերջ։ Դե ինչ գրքի քննարկման հաջորդ օրն է այսօր ու լիքը բաներ դեռ թարմ են իմ ուղեղում։ Դա իմ առաջին գրքի քննարկումն էր։ Եթե չհաշվենք, որ ընտանեկան շրջանակներում լինում են օրինակ ամուսնուս հետ ինչ-որ գիրք քննարկենք, բայց հենց official իսկական գրքի քննարկում մի խումբ մարդկանց հետ չես ճանաչում մեծամասնությամբ առաջին անգամ էր։ Ու ինչն էր ամենաշատը գեղեցիկ այս պարագայում, որ մի խումբ մարդեր հավաքվել ու ամեն մեկը մի բան էր նկատել, որը մյուսը միգուցե չէր նկատել, անգամ նույնիսկ հեղինակը։ Ալգորիթմների մասին խոսք գնաց, ես այդ հարցը բարձրացրի, իհարկե տարակարծիք այնտեղ բաներ հնչեցին, որի մասին թերևս էական չի մտածել, որովհետև ինչպես նշվում է, արդեն եթե կորպորացիաները ունեն այդ ինֆորմացիան մեր մասին, թե մենք ինչ ենք սիրում, ինչ չենք սիրում, ինչ ենք նախընտրում եւ այլն, ինչու պետք է կառավարական մարմինները չիմանան ու դա չծառայեցնեն ինչ-որ նպատակներով ու հուսով եմ, որ նպատակներից գոնե ամենակարևորը մեր օգտին է ծառայում։ Ու ես այդ բանին զուգահեռ անցկացրի իմ աշխատանքի հետ, տվյալագիտության հետ, տվյալների վերլուծության հետ, որ երբ որ ալգորիթմ ես աշխատացնում, պետք է տվյալները լավը լինեն։ Ու եթե այս պարագայում ալգորիթմը սովորում է, ինչպես գրքում է նշվում, եթե ալգորիթմը սովորում է ժողովրդի վարքի հիման վրա, թե ինչ առաջարկներ անի եւ այլն, ապա պետք է սկսել, պետք է լինի որակով։ Ազգ ունենա բարոյական արժեհամակարգ եւ այլն։ Խոսք գնաց ընտրություններից, հիմա շատ արդի թեմա է։ Հարց բարձրացվեց արդյոք այն մարդիկ, ովքեր չեն ապրում Հայաստանում, արդյոք նրանք իրավունք ունեն մասնակցել ընտրություններին եւ գնալ Հայաստանից չկրելով այդ ընտրությունների հետևանքները իրենց մաշկի վրա։ Օրինակ ինչ-որ մեկը ասաց, որ չէ, միանշանակ ոչ, եթե ընտրություններին մասնակցում ես, պետք է մնաս ապրես ու քո մաշկի վրա զգաս հետևանքները։ Կարծիք լսվեց, որ եթե տենց լինի, ապա կկրճատվի բավականին այդ ընտրող մարդկանց քանակը, քանի որ մեր սփյուռքը ավելի մեծ է։ Մենք ընդհանուր եթե գնահատենք, չգիտեմ, 5 տվյալներով 10 միլիոն ենք աշխարհում, որից 3-ը կամ ավելի քիչ ապրում են Հայաստանում։ Ինչպես նաև կարծիք, որ միգուցե կարելի է կոմպրոմիսի գալ, պայման դնել, եթե ինչ-որ բան ես անում հայրենիքի համար, ինչ-որ չափանիշների ես համապատասխանում, այդ պարագայում կարող ես մասնակցել, բայց էլի եկավ այն պահը, որ դու պետք է ապրես երկրում, քո կատարած ընտրության հետևանքը պետք է դու կրես ու եկավ թերևս մի կարծիք, որը որ Ստեփանը գրքում էր բարձրացրել, որ կարող է լինել երկու տարբերակ, լինի ստորին ու վերինատյան ու սփյուռքը կարողանա մասնակցել ոչ երկրի անվտանգության հետ կապված հարցերին, բայց միգուցե ասենք մշակութային հարցերին, ինչ որ տեխնոլոգիական հարցերին, որտեղ որ անվտանգության խնդիր չկա, բայց քաղաքական հարցերում եթե պետք է ընտրություն լինի, պետք է մասնակցել ընտրություններին միանշանակ Հայաստանի քաղաքացիները, ովքեր ապրում են այստեղ ու հարկ են վճարում։ Իսկ հիմա եթե ես ինչ եմ կարդում ու ինչ կա ընդհանրապես իմ փոքրիկ գրադարանում։ Սա իմ փոքրիկ պահարանչիկն է, գրապահարանը, որը ես վերջերս փորձել եմ գունային սխեմայով դասավորել ու մոտավորապես ստացվել է, ամենահեշտը դժվար չի կռահել այս մասներ։ Իսկ այս ներքևում այն գիրքն է եւ այն իրերը, որոնք ինձ ամեն օր են անհրաժեշտ։ Շատ վաղուց արդեն ստորի արել, որ կարդում եմ Transurfing Realist-ի շարքը Վադիմ Զելանդ։ Իրականում մի քիչ դժվար է գնում։ Ցույց տամ ձեզ, թե դա ինչ է։ Այս բլոկ գրքերի 5 մասից բաղկացած գրքաշար է, աստիճաններով է գնում, այս պայն ես հասել եմ երկրորդի կեսին, կա նաև վերջում 2 բոնուս գրքեր, սա
практический курс 78 օր շատ հետաքրքիր բան է։ Կա пробуждение смотрителя, սա դեռ չեմ բացել, չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Հիմա ես հասել եմ երկրորդի կեսին, շելեստ ուտրինных звезд։ Ասեմ իմանաք, որ առաջին ավելի հեշտ էր առաջ գնում, քան երկրորդը, բայց դա ոչ այս հեղինակի, ես գիտեի, որ մի քիչ դժվար է ընթերցելը։ Ես միշտ նշում եմ, չեմ վախենում գրքի մեջ մարկերով ինչ-որ նշումներ անել, այդ իմ ընթերցելու։ Ոչ նա, իհարկե, ոչ գեղարվեստական գրքերի մասին է խոսքը, գրքեր, որոնց կարող ես աճել, ինչ-որ բան հասկանալ։ Սա իմ ամեն օրվա ժուրնալն է, որտեղ ես իմ մտքերն եմ գրում, ոչ իհարկե միշտ ամեն օր, բայց փորձում եմ ամեն օր։ Իսկ սա իմ Paper Republic ժուրնալն է, որը ես մի օր դες տուր կանեմ, որտեղ այստեղ շատ բան կա, որը արժի ցույց տալ։ Կարգապահների տունը վերջացրինք, ինքը կարող է արդեն գնալ այս կապույտ շարք։ Իսկ վերևի պոլկայի վրա մի քանի գիրք կա, մնացածը ալբոմներ են, ու թերևս ավելի տենց զբաղվելու բաներ, օրինակ մայրիկս շատ հավես մի բան էր նվիրել մեզ, եկեք ցույց տամ ձեզ։ Այսպիսի մի շատ հետաքրքիր գիրք է հայերեն թարգմանված, Մարիոն Զյուշարի «Եկեք ստեղծենք մեծ արվեստ», մեծահասակների համար է, ովքեր ցանկանում են շեղվել իրենց առօրյայից ու ինչ-որ զբաղվել։ Ես այստեղ գրել եմ, որ այս գիրքը պատկանում է Խաչատրյան Ֆիսիկին ու փորձել եմ նկարել։ Այստեղ բավական հետաքրքիր բաներ կան, այստեղ առաջադրանք կար, որ փորձի նկարել Մոնա Լիզայի ժպիտը։ Սա այս ժպիտը ես եմ նկարել, ոստից լավ է ստացվել։ Կան նաև այլ հետաքրքիր առաջադրանքներ, որոնց համար պետք են պարագաներ, ինչ-որ ֆլոմ, մատիտ, ֆոսինտ եւ այլն, բայց հետաքրքիր է ու առօրյայից շեղվելու լավ միջոց է։ Հիմա որ շուտով արձակուրդ եմ գնալու, ես լիքը ժամանակ ունենամ սրանով զբաղվելու։ Սրանից զատ ունեմ նաև այսպիսի մի շատ cute ժուրնալ, որը իմ ամուսինն էր բերել Ամերիկայից, ես մի քանի բան այստեղ արդեն հավաքել եմ։ Սրանք կատուներ են, որոնց puzzle-ի պես ստիկերներ են իրենք, դու պետք է հավաքես։ Ես այստեղ մի քանի հատ հավաքել եմ, օրինակ սա ես եմ հավաքել, ի սկզբանե կան նկարները, 12 նկար է, 12 կատու, ու դու արդեն ընտրում ես, այսպիսիքին չեմ հիշում, կարծեմ չեմ հավաքել։ Իդեպ սա ոչ միայն կատուների շարք է, այլ բավականին տարբեր թեմաներով կան շների, նոր տարվա, դրակոնների, արվեստի գործերի, մի խոսքով պարապախպա խաղալիք, եթե իհարկե ժամանակ ունեք, նյարդեր ունեք, այս չգիտեմ ոնց է այստեղ հայտնվել, սա ես եմ ժամանակին նկարել, երևի թե մի քանի տարի առաջ, բայց չգիտեմ ոնց է այստեղ հայտնվել։ Ունեմ նաև այսպիսի մի գիրք, Վիլյամ Սարոյանի «Անունս Արամ է», որը որ պայուսակից մեջ է լինում հիմնականում կամ բազմոցին մեր տանը, քանի որ այս ընկերն է, որ ես կարդում եմ զուտ ժամանցի համար, ցրվելու համար, օրինակ տրանսպորտի մեջ կամ երբ ինչ-որ հերթի մեջ եմ, կամ միգուցե Սուրենի հետ նստած եմ, ինքը խաղում է, ես կարդում եմ, ստե կարճ պատմվածքներ են, իր ընտանիքի հետ կապված զավեշտարի դեպքեր, ուզում եմ հավատալ, որ հիմնականում իրականություն են, բայց մի փոքր դժվար է հավատալ, որ տենց փոքր ընտանիքի մեջ կարող են այդքան զավեշտալի ու մեկը մեկից տարբեր իրավիճակներ լինել, շատ հեշտ է ընթերցվում։ Իդեպ իմ ձագուկը նույնպես մեծ գրքասեր է, այս ինչպես նաև նկարիչ, no comment։ Այստեղ իր փոքրիկ գրադարանն է, որ գրքեր ունի, որոնց մեծ մասը ես պահել եմ, ինքը նաև գրքերը ճղվում է, բայց մենք ունենք լավ սովորություն, միասին նստում ենք մեր բազմոցին ու ընթերցում ենք։ Ինքը փորձում է կարդալ, հասկանալ, սյուժեները գիտի, որ սա նապաստակի գիրքն է ու ես անչափ ուրախ եմ, որ ինքը ունի այդ սովորությունը ընթերցելու, թերթելու, իրեն միշտ հետաքրքիր են գրքերն ու մեքենաները։ Ես վիդեոն էի մոնտաժում ու հասկացա, որ ես վերջաբան չեմ նկարել, աուտրո ասված է, այնպես որ այս ամեն վերջաբան այսօրվա։ Շնորհակալ եմ մինչև վերջ նայելու համար, կհանդիպենք հաջորդ անգամ։